Պարոն Մանուկյան, խնդրում եմ տեղեկություն տրամադրեք ակտիվիստ Արթուր Չախոյանի առողջական վիճակից, ով հետազոտվում է այս պահին ձեր բժշկական կենտրոնում։ Շուրջ մի կես ժամ 40 րոպե առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ 37 տարեկան, որը այս պահին հետազոտման փուլում է, կարելի ասել հիմնական հետազոտությունները ավարտված են։ Ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության եւ վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն եւ բուժում, որից դեռ չունենք հստակ պատասխան ցանկության վերաբերյալ, եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության եւ բուժման նպատակով։ Իսկ ինչ է ախտորոշվել, ինչ որ լուրջ վնասվածքներ կան նրա մոտ, առերևույթ տեսնում ենք կապտուկներ, չգիտեմ վնասվածքներ, քերծվածքներ։ Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա եւ փոքր սալջարդեր եւ ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Չէ, ուղեղի ցնցում է, որովհետև Չախոյանը, որ դուրս էր գալիս ոստիկանական բաժանմունքից, ասաց գլուխս պտտվում է։ Դե ուղեղի ցնցում գնահատականը տալը դա միայն, այո, կլինիկական միայն ախտորոշումների, կլինիկական ախտանիշների ման վրա հնարավոր է գնահատական տալ, դրա համար էլ ինքը դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել եւ տալ իր վնասվածքի ծանրության աստիճանի եւ հետագա բուժման անհրաժեշտության մասին տեղեկացնել։ Հետագա բարդություններ տեսնում եք դուք այս պահի նախնական այս հետազոտության արդյունքներով կյանքին առողջությանը սպառնացող լուրջ վտանգ կա, թե վերականգնվող։ Կյանքին սպառնացող լուրջ վտանգ չենք տեսնում, բայց հետագան կարելի է գնահատել միայն դինամիկ հսկողությունից հետո։ Իսկ այդ կապված է, որ աստիճան որոշակի։ Այո։ Վերջնական երբ արդեն հայտնի։ Չէ, մենք դինամիկա պետք է նայենք, տեսնենք, անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ առնվազն գոնե 24 ժամ հետո մի դինամիկորեն մենք նորից կնկարենք, կտեսնենք համակարգչային շերտագրություն հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք, որից ելնելով նոր ավելի հստակ կարող ենք ասել։ Իսկ հոսպիտալացում որոշում եք այդ 24 ժամյա հսկողություն եւ գործողություններ անելու համար, թե որոշակի մի քանի օրվա մասին է խոսքը հոսպիտալացում։ 24 ժամյա հսկողությունից հետո եթե հետազոտությունը մենք անենք եւ գնահատենք, որ կարիք ունի դեռ շարունակելու մնալ ստացանարում, կառաջարկենք շարունակությունը մնալ։ Առայժմս դա է դեռ։ Հիմա Չախոյանով ոստիկանների հսկողության ներքո են նաև բացի բժիշկներից, թե ոստիկանները նրան չեն հսկում, որովհետև ոստիկանությունից տեղափոխվեց նա այստեղ։ Հսկողություն այդպիսին չեմ տեսնում, բայց քննիչ ներկա էր, ներկայացավ որպես քննիչ, ներկա էր եւ իր փաստաբանը։ Մնացածը չեմ կարող ասել։ Վիճակի է բացատրություն տալու կամ տվել է տեղեկ։ Միանշանակ իհարկե։ Ինչու եմ ասում, որովհետև նախնական տեղեկությամբ նա ձերբակալվածի կարգավիճակ ունի եւ դատավարական այդ որոշակի գործողությունների արդյունքում պետք է նաեւ որոշվի նրա հետագա կարգավիճակը, գուցե նաեւ տեղափոխեն այլ պահմանվայր կամ չգիտեմ, քննչական կոմիտետի իրույց տեղափոխեն։ Եթե իրավապահ համակարգից լինի նման հարցադրում, մենք կպատասխանենք իրավական համակարգին իր տվյալ պահին ի վիճակի լինելու եւ կամ չլինելու վերաբերյալ։ Դեռ Չախոյանից արձագանք չկա, արդյոք ցանկանում է մնալ այստեղ ստացիոնար բուժման թե ոչ, հա։ Այո, այս պահի դեռ չունենք, բացառված չէ առաջիկայում կարող են 5-10 րոպեում ինքը իր որոշումը կայացնի եւ մենք կունենանք։ Իսկ հետագայում իրավապահ համակարգի բոլոր հարցադրումներին վիճակով պայմանավորված մենք հստակ պատասխան կտանք։